Այ ժողովուրդ ջան, ճիշտ ասում Վայե Ղազարյանը, այս որոշ պաշտոնյաներ տենց էլ չեն հասկանում, որ պաշտոնը բացի իրավունքից ենթադրում է նաև պատասխանատվություն, ու եթե այդ պարզ ճշմարտությունը չես հասկանում, պիտի փասա-փուսետ հավաքես ու մարշդ նվագես, ասենք Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոև, այդ որ խնջույք ես կազմակերպում Avenue Արզնի հյուրատանը, հրավիրվածներին չես զգուշացնում, թե տղերք, ինչ անում ենք նամուսով, մարդավարի անենք, թե չէ, դուք լակելու եք, ես եմ պատասխան տալու, փաստորեն չի զգուշացրել ժողովուրդ ջան, եթե իրավապանները ընկած մի քանի օր սրանց սարկած աջապ սանդալն էին ուտում։ Այն տուպիկը որ կա, այդ տուպիկը Էսա սա առնանման հետքեր է։ Սա առնանման հետքեր։ Հա, տղերքով եկել էին այդ Արզնի հյուրատուն ուտել խմելու։ Մեկ էլ դրանից որոշ ժամանակ անց իրավապանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, թե Աբովյան բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով ծայրահեղծանր ախտորոշմամբ մի քաղաքացի է տեղափոխվել։ Թափով հասնում են հիվանդանոց։ Էն էլ ինչ, վիրավորը նենց օրիա լինում, որ չի կարում բացատրություն տա։ Դա կատակ բան չի։ 22-ամյա Կոյլա Միսեևի վնասվածքը հրազենային էր։ Հետո պարզում են, որ Կոյլյան, որի ազգությունը տենց էլ չիմացա, հիվանդանոց է տեղափոխվել հենց այս վայրից։ Ստեղ էլ արդեն տեղեկանում են, որ բացի Կոյլայից եւս 2 հոգի ծեծի են ենթարկվել։ Մի խոսքով իսկական բոյնա է եղել։ Լստեն այ մորթոցի ա այստեղ։ Շշերը նայ, մորթոցի ա։ Երրորդ համաշխարհային պատերազմ եղած լինի։ Քանի հատ կրակած։ Կրակված 6 պարկուշներ, առնանման, երկաթե դռան վրա ոտքի հարվածի հետքեր, Արզնիի համայնքապետ, հիմա դու համայնքապետ ես, թե գողական, իսկ կարող ես սիրտդ Բերտի Բալանդա ուզում, քո մեկ էլ են վերահսկողականի պետ Ռոմանոս Պետրոսյանի քեռու տղու, որը եւս ըստ մամուլում եղած հրապարակումների ցես կրտուքի մասնակից է եղել, իսկ կարող է Միրզոև ջան, խոսքդ այդքան ծանրակշիռ չի, լավ, նեուժելի չեք հասկանում, որ այս անտեր դարը փոխվել է, հիմա քյալայությունը հարգի չի, եթե կարող եք լեզվով, գաղափարով ծեծեք, թե չէ հաստատ երկար չեք ձգի, իդեպ բոլոր նրանք, ովքեր հիմա թաքնվում են իրավապաներից, գնացեք ու հանձնվեք, գլխներիդ մի սարկեք, իսկ թե ինչն է եղել այդ բոյնիայի պատճառը, նախաքննության շայրից ելնելով չենք ասի, որպեսզի կինոյի երկրորդ սերիան չսկսի։ Արզնիի համայնքապետի կազմակերպած խնջույքի արյունալի հետևանքներից անցնենք Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում օրը ցերեկով տեղի ունեցած դեբոշի մանրամասներին։ Օրը ցերեկով ասելով նկատի ունեմ ժամը 16-ի սահմանները։ Հենց այդ ժամանակ են իրավապանները օպերատիվ տեղեկություն ստացել, թե Կոմիտասի պողոտա 23 հասցեում գտնվող Լիզա Հարսանյան սրահի մուտքի մոտ տղամարդու դիկ է, ու երբ փորձում են հասկանալ, թե կարող է հանկարծամա եղել, պատասխանում են, թե չէ, ստեղ քիչ առաջ մորթոցի էր գնում։ Վիրավորը մի հատ սավանտու դիակը լրի փակիկ էլի։ Հա, միզմա է, ինել էլ մամուլակը վնասված։ Բայց բռնիկ էլի, բարեկները բռնի։ Մի քանի օգ բռնի։ Հասնելով դեպքի վայր, իրավապանները պարզում են, որ վայր ընկնելու հետևանքով գլխի շրջանում ստացված վնասվածքից մահացածը 81-ամյա մնացականն է։ Հա, ճիշտ լսեցիք ժողովուրդ ջան, պապիկ է եղել, ու նախնական տեղեկություններով նա մասնակից չի եղել վիճաբանություն ցեսկրտուքի, բայց մինչև դա պարզելը իրավապանները ավելի ստույգ բարեկները հենց դեպքի վայրում կարողանում են վնասազերծել կասկածյալներից մեկին, որին արագ տեղափոխում են ոստիկանության արաբկիրի բաժին։ Ոչինչ, խելոք կերկես, թե որտեղ, ինչ, երբ, ովքեր, մի խոսքով կպատմես, թե ինչ աստեղ տեղի ունեցել րոպեներ առաջ։
Հա, իդեպ թեև մնացական պապու դիակը իրավապանները հայտնաբերել են Լիզա Հարսանյաց սրահի մուտքի մոտ նկուղային հարկում, կռիվ Դավին էլ էր այդտեղ եղել, սակայն թե վիճաբանության մասնակիցները, թե մահացողը ոչ մի առնչություն չեն ունեցել այդ սրահի հետ, նենց որ ամենևին էլ նպատակ չունենք բախարակել այդ օբյեկտի անունը։ Լավ, քրեական քրոնիկոնից անցում կատարենք ավտովթարներին ու դժբախտ պատահարներին եւ սկսենք Արթիկ քաղաքից դեպի Հարիժ գյուղ տանող ճանապարհին տեղի ունեցած ողբերգությունից։ Ծառերի էլ է բախվել։ Արմատից կոտրը։ Միհլը ասեք BMW, SSK կոնցերնի ղեկավարներին երևի պետք է առաջարկել, որ BMW-ն դարձնեն գում։ Մենակ չասեք, թե Շամշան, էդ ինչի է զառանցում, չէ, ժողովուրդ ջան, նկատի չունեմ մայրաքաղաքի շուկան, այլ գումը տվյալ դեպքում հապավում է, նշանակում է գլուխ ուտող մեքենա։ BMW-ն այլ կերպ չեմ բնորոշի։ Այդ տունը շինվածին ոնց որ ինադու ստեղծած լինեն, որ տարբեր երկրներում բնակչության քանակը կրճատի։ Պարզ չի, որ այսօրն ընկնելու համար Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Սմբատ Մելքոնյանը պիտի մեծ արագություն բացած լիներ։ Կոտրելա, էսի կարող է իրանն, այնա դրսում էլ հեսա։ Արագության գերազանցում էլի։ Այս տխուր դեմքերով պարեկներին հասկանալ կարելի է։ Խեղճերը ում էին մի կտոր հաստվել, որ պարզ արևոտ օրով պիտի սարսափելի տեսարանի ականատեսը լինեին։ Երթևեկելի գոտուց դուրս գալու, բնակչի քարե պարսպին, ապա բետոնե էլեկտրասյանը բախվելու ու գլխի վեր շրջվելու հետևանքով վարորդի վիճակը շատ ծանր է եղել։ Ու պարեկները դա տեսել են, ոչ միայն տեսել, այլև օգնել են, որպեսզի նրան տեղափոխեն շտաբօգնության մեքենան։ Ցավոք, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով վարորդը մահացել է, պարոնայք վարորդներ։ BMW առնելուց առաջ կես րոպե մտածեք, իսկ եթե մտածելու ունակություն չունեք, գոնե բնազդաբար գազի ոտնակը մի տանջեք։ Հա, ու մեկ էլ է տանտեր ճանապարհային երթևեկության կանոնները գոնե անգիր արեք։ Չի ինգնել, լարը պահելու է, կտենաս։ Այ մարդ, ես ուղղակի ապշում եմ էլի, ինչպես կարելի է Երևան-Սևան այս հսկայական մայրուղին առանց 685% համոզվելու փորձել հատել ոտքով։ Գիտեք ինչ կարգի պիտի վստահ լինես, որ ես 2-3 տասնյակ մետրերը անցնես, չէ որ այս ճանապարհին մեքենաներն այնպիսի արագություն են բացում, կարծես բոլորն էլ BMW լինեն։ Այն, ինչ տեղի ունեցավ կեսօրից մոտ 40 րոպե անց, ահավոր էր ժողովուրդ ջան։ Ոչ կուզեի վարորդի, ոչ էլ հետիոտնի տեղը լինել։ Վախենում էի անգամ պատկերացնել, թե ինչ են զգացել հատկապես վերջին բուն վրաերթի պահին։ Այս մասից է էլի խփել։ Նայում ես երիտասարդի դեմքին, նորմալ տղա է երևում։ Բայց ջահել ջան, տունը չեն սովորեցրել, որ ճանապարհներին չի կարելի բեշեննի արագություն բացել։ Ախր մյուս կողմից էլ սա այն ճանապարհն է, որ մեքենաները կարող են ընդཐུպ մինչև 100 կմ/ժ արագություն բացեն։ Բայց դե ինձանից լավ գիտեն, որ անգամ կիլոմետր արագության դեպքում ինչ կլինի, եթե հարվածես ճանապարհին անցնող փորձող հետիոտնին։ Այդ դրա համար է ասում, որ սարսափում եմ պատկերացնել, թե ինչ են զգացել այս երիտասարդն ու նրա կողմից վրաերթի ենթարկված կինը։ Էսա մեքենայի դետալները։ Հիմա վրաերթի հավանական պատճառներից մեկի մասին։ Այս ռակուրսից հստակ երևում է, որ ոչ ամբողջությամբ, բայց ոլորապտույտ հատված է։ Հետևաբար վարորդը կարող էր տեսադաշտի խնդիր ունենալ։ Ու եթե սահմանափակ տեսադաշտի պարագայում արագություն չես գցում, իսկ տվյալ դեպքում դժվար գցեր, հաշվի առնելով որոշ հանգամանքներ,
Այդ պահին կինը փորձել է փողոցը կտրել, վերջն էլ էս պիտի լիներ։ Իհարկե, լավ է, որ 19-ամյա Դավիթը չի փախել, ահազանգել է շտաբօգնություն, եղել է սթափ, բայց ֆսոժը, երբ մեծ արագությամբ ես գնում, պիտի կրկնապատկես զգոնությունը։ Հետիոտներ ջան, դուք էլ ականջներիդ օղ արեք։ Այս կարգի ճանապարհը անցնելիս պետք է առաջնորդվել 7 չափիր, մեկը կտրիր սկզբունքով։ Նա 19-ամյա Դավիթն էր, սա ծանոթացեք 28-ամյա Ժորանա, նա Երևան Սևան ճանապարհն էր, սա Երևան Արտաշատ, նա ամենագնաց Մերսեդեսն էր, սա Սեդան Մերսեդեսն է։ Այսքան համեմատություններն անում եմ, որպեսզի հասկանաք, թե ինչ կարգի նման են ողբերգական ելքով այս երկու վրաերթերի դեպքերը։ Մի տարբերությամբ միայն Երևան Սևան ճանապարհին մահացողը կին էր, այս դեպքում տղամարդ։ Լավ, անցնենք կատարվածի մանրամասներին։ Հարվածն է, չէ՞։ Ինչպես տեսնում եք, քննիչ, պարեկ, ուսումնասիրում են Մերսեդեսը, ուզում են հասկանալ, թե կոնկրետ որ հատվածով է հարվածել տղամարդ հետիոտնին, ինչ արագություն է ունեցել Ժորան։ Էլի եմ կրկնում ժողովուրդ ջան, այս կարգի ճանապարհներին, երբ վարորդները օրենքով կարող են արագությունը մինչև 100 կմ/ժ բացեն, այդ արագություն ասվածը դառնում է հարաբերական մի բան։ Այդ դրա համար չափազանց կարևոր է մի պարզ ճշմարտություն գիտակցել։ Նման ճանապարհներին հետիոտնային անցումները լինում են, ասենք, մի քանի 100 մետր, գուցե մի քանի կիլոմետր մեկ։ Հետևաբար պետք է պատրաստ լինել, որ ամեն վայրկյան կարող է ճամփիդ հետիոտնի հանդիպես։ Հետևաբար պիտի շատ զգոն լինես։ Հետիոտը այստից է թռա։ Մեռանք ասելով թույլատելի հատվածով գնացեք, էլի։ 29-ամյա Ժորան այդ պարզ ճշմարտությունը չի ընկալել ու կանգնել է փաստի առաջ։ Դատարանին իհարկե կպատմի, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Դատարանը բնականաբար հաշվի կառնի, որ Ժորան փախուստի չի դիմել, որ ահազանգել է շտաբօգնություն, որ եղել է սթափ եւ այլ մեղմացուցիչ հանգամանքներ։ Այդուհանդերձ, ինչպես ցույց է տալիս փորձը, կարող է պայմանականից մինչև ազատազրկում պատիժ ստանալ։ Ու դա բնական է, չէ՞ որ ի վերջո դու պաշտպանված ես ժեշտով, իսկ հետիոտը անպաշտպան է։ Բայց դե այդ նույն ճշմարտությունը նաև հետնյոտը պիտի հասկանա։ Այսինքն զետոն դեկելա նա այսինքն։ Այս վրայերթը դաշ չի քեզ որ ունես գալիս ես։ Ընկնում եք շոֆերների ջեբը։ Ասում ես այդ պայն դանգես տամելի հա մերոն Իսկ հիմա գիշերը 1:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի սկզբնամասում ավելի ստույգ Մարշալ Բաղրամյան փողոցում տեղի ունեցած ողբերգության մասին։ Այդ անտեր գիշերը, որ ընկնում է, ես իրոք սարսափում եմ։ Այնքան վթարներ եմ ներկայացրել, երբ անմեղ մարդիկ են տուժել ինչ որ մեկի խմացության կամ այլ նյութ օգտագործելու կամ ֆիզիոլոգիական առանձնահատկությունը քունը անտեսելու կամ դատարկ երթևեկության պայմաններում վարորդների արխայնության պատճառով։ Ախր քանի ողբերգության մասին պիտի պատմենք, որ ձեզ դաս լինի, պարոնայք վարորդներ։ Միզո հա։ Որ մասին է։ Այսինքն այս սրան հաղթեք։ Ondayız galiba. Երևանից գալուց։ Sütakız galiba. Vazant. Դուք էլ լսեցիք վազանց բառը, ես էլ ժողովուրդ ջան։ Պարեկը նախնական տեղեկատվություններ փոխանցում, թե լադան փորձել է վազանց կատարի, այն էլ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Մաթիեզրին կայանված վրացական համարանիշներով բեռնատար Մերսեդեսի անիվներին ու երկաթե հատվածին։ Այսինքն, վարորդը չունենալով համապատասխան տեսադաշտ գնացել է արկածախնդրության։ Իսկ թե ինչն է եղել արկածախնդրության պատճառը, այդ արդեն պետք է պարզեն իրավապաները։ Ու եթե ասեն խմած է եղել կամ ասենք աչքն է կպել, ամենևին էլ չեմ զարմանա։ Սաղ չի արելի։ Մեկն է զինվոր։ 40 նորից պրիզորացրվեր։ Ես ասեց եղ պասպորտը։ Ինքը շրջվել է լա։ Հա, չէ։ Այս խաչը չի փրկել ներսում գտնված 4 հոգուց մեկին, ով տեղում մահացել էր։ Սրտացավ քաղաքացիները, հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցներն ու
Արագ հասած Վանաձոր բժշկական կենտրոնի շտաբօգնության բրիգադները մյուս 3 վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։ Ասացին, որ վիրավորներից 2-ին, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում են եղել, ավտոմեքենայից դուրս են բերել Վանաձորի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Նայելով մեքենային, դե դա զարմանալու չէր։ Պարզվեց նաև, որ վիրավորներից մեկն էլ ժամկետային զինծառայող է, ով 40 օր հետո պետք է զորացրվի։ Մի խոսքով հերթական ողբերգություն, որը պետք է վարորդներին հուշի եւ զգուշացնի գիշերային երթևեկի վտանգների մասին։ Հարվածից մի անգամից անի վրա արյան հետքերը։ Եվ վերջում հանրությունը ցնցած մեկ այլ ողբերգության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 4 շենքում հնչած պայթունի մասին, երբ առավոտյան 8:35-ի սահմաններում 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն պայթունի մասին ահազանգ են ստացել, թերևս չեն պատկերացրել կատարվածի մասշտաբները, բայց ամեն բան պարզ է դարձել, երբ փրկարարները հսկայական հեռավորությունից նկատել են կատարվածի հետևանքները։ Դե կատակ բան չի, ուժգին պայթունի հետևանքով շենքի մի հարկ կարելի է ասել փլուզվել է։ Ամրակապման բաներ արի։ Ախր շենքն էլ շենք չէր, երևի 100-ամյակը արդեն բոլորել էր, դե սա իհարկե չափազանցնում եմ, բայց դե հին շենք էր, ցավոք պայթունի ժամն էլ ժամ չէր, առավոտ, երբ բոլորը տանն են ու պատրաստվում են գնալ աշխատանքի, գուցե Ճամբարակում զբաղվածության մասին մեծ կարծիք ունեմ, բայց առավոտյան տանը մարդ լինելու առումով հաստատ ճիշտ եմ, ու դաժան վիճակագրությունը հենց ասվածից վկայությունն է, սկզբում փրկարարները միդի հայտնաբերեցին ու հայտարարեցին, որ կա մոտ 10 վիրավոր, բայց դե պարզից էլ պարզ էր, որ սա վերջը չէ, դրա համար էլ դեպքի վայր հասան հատուկ նշանակության փրկարարական խումբը կինոլոգներով։ Կար ժամանակ անց փրկարարներին հաջողվեց հայտնաբերել երկրորդ դին, եւս 3-ը այդ պահին համարվում էին անհետ կորած։ Զուգահեռ իրավապանները փորձում էին պարզել մահացածների եւ վիրավորների ինքնությունը, ինչպես նաեւ կատարվածի պատճառները, թե վերջինի մասով պիտի լուրջ քննություն անցկացնել։ Թեև չեմ զարմանա, եթե պարզվի, որ գազի շահագործման անվտանգության հետ կապված կանոնները չեն պահպանվել։ Իսկ ահա առաջին հարցին վերջնական պատասխան հնարավոր եղավ ստանալ ժամեր անց։ Ցավակցում ենք մահացածների ընտանիքներին։ Չի կարա, բարձրացրի դրոսը։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։